Լրագրող Նայիրի Հոխիկյանը գրում է. Ինչ է կատարվում Քարվաճառում։ Արցախի Քարվաճառում տեղակայված ադրբեջանական զորքից որոշ զինվորներ տեղեկություններ են փոխանցել Ռուսաստանում ապրող իրենց ազգականներին։ Մասնավորապես մեծ դժգոհություն կա, որ Քարվաճառում հիմա բառի բուն իմաստով ամենաթողություն է՝ բարդակ։ Հաճախ տեղի են ունենում ադրբեջանցի զինվորների սպանություններ եւ սպաների կողմից զինվորներին ինքնասպանության հասցնել։ Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է, բայց դրա հետ միաժամանակ Քարվաճառում տեղակայվել է հատուկ նշանակության կոմանդո ջոկատը, որը հարձակման դեպքում պիտի լինի առաջնագծում։ Մարտի 16-ին Քարվաճառի ադրբեջանցի զինվորներին եւ սպաներին տեղեկացրել են, որ չեղարկվում են բոլոր արձակուրդները մինչեւ մայիսի 30-ը ներառյալ։ Ռուսաստանում ժամանակավոր ապրող ադրբեջանի քաղաքացի պահեստազորայինները նամակներ են ստացել շտաբ երկիր վերադառնալու համար։ Թշնամու գործողությունները մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի հայկական բանակի պատրաստության վիճակը։ Կարևոր է, որ մեր զինվորականները լինեն զգոն եւ մարտական բարձր պատրաստության վիճակում։ Այդ պարագայում թշնամու հարձակման վտանգը կնվազի։ Բաքվի բռնապետի քարոզչա մեքենան 3 օր է լցվել է ապատեղեկատվություն տարածելով։ Արդեն 8-րդ անգամ են հայտարարություն տարածում, իբրև թե հայկական կողմը կրակ է բացել։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունների շքերթն ունի նպատակ։ Իսկ ո՞րն է նպատակը՝ շանտաժ, որի միջոցով Հայաստանի Հանրապետությունից կորզել իր ուզածը, թե ռազմական էսկալացիա։ Երկու տարբերակն էլ խիստ հավանական է, դրա համար պետք է նյարդերն ամուր պահել, կարողանալ հնարավորինս դիվանագիտական դաշտում զսպել Ադրբեջանի ախորժակը։ Իսկ եթե ամեն դեպքում Ադրբեջանը գնա ռազմական գործողությունների, ուրեմն նաև դրան պետք է պատրաստ լինել թե հնարավոր ռազմի դաշտում, թե դիվանագիտական դաշտում։ Պետք է ասեմ, որ ադրբեջանական սոցտիրույթում այդքան էլ չեն հավատում սեփական երկրի ուժային կառույցի հայտարարությանը եւ ակտիվ քննարկում են, որ Բաքվի բռնապետն իր իշխանությունը փրկելու համար ամեն ինչ անում է, նույնիսկ գնալու է պատերազմի։ Իրապես նրանք էլ են ճիշտ, քանի որ Բաքվի բռնապետը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այլևս իր ժողովրդին ոչնչով չի կարող վախեցնել, չի կարող ասել, թե եթե ինքը գնա կամ ներքին խժդժություններ լինեն, Հայաստանից կհարձակվեն։ Արհեստական բանականությանը հարցրեք, թե Բաքվի բռնապետի մտքին ինչ կա։ Իրականում արհեստական բանականության միջոցով վերլուծական միտք, խոսք արտահայտելը ոչ պակաս ագրեսիա է Հայաստանի նկատմամբ։ Իսկ թե ինչ է ուզում Բաքվի բռնապետը, բոլորս էլ գիտենք, պարզապես պետք է հասկանալ, թե որ փուլում ինչ քայլեր է անում, որպեսզի կարողանանք ոչ միայն հակազդել, այլ երկարաժամկետ կտրվածքով մեկուսացնել վտանգը։ Հայատյաց բռնապետի միակ ցանկությունը հային վերացնելն է։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին պետք է անհապաղ այն սահմանային տեղամասեր ուղեկցել, որտեղ փորձում է իրավիճակ սրել Ադրբեջանը։ Ձեռագիրը չի փոխվել, Հայաստանին փորձում է վախեցնել, շանտաժի ենթարկել պատերազմի վերսկսումով։ Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը մի մեծ ցանկություն ունի, որի մասին ուղիղ չի կարող ասել, քանի որ միջազգային խաղացողների մոտ անընդունելի կամ անընկալելի կլինի։ Դրա համար փորձում է այն ավանդական ճանապարհը, որը փորձված է՝ հայոց բանակի բասկին ուժ եւ հզորություն։ Facebook-ի իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովանիսյանը։ Հրապարակը գրում է. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊԱ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջևում է։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ միջանցքի, ոչ սահմանադրության փոփոխության, ոչ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ոչ էլ անկլավների թեմայից։ ՔՊ-ի վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաև Տավուշում իրեն պատկանող 3 տարածքները, դրանց թվում նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է. իսկ հնարավոր չէ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել։ Ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով Սյունիքն ու Վայոց ձորը կտրվելու են Հայաստանից։ Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործության։
Ինչպես կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել և արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել են 2.5 ժամ, ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Դա եղել է նրանց միջև երբևէ կայացած ամենաերկար հեռախոսազրույցը։ Դրա ընթացքում Սպիտակ տունը տարածեց հաղորդագրություն, որ զրույցը լավ է ընթանում։ Հեռախոսազրույցի ավարտին բավականին ծավալուն հաղորդագրություն է տարածել Կրեմլը, որում անդրադարձ կա թե ուկրաինական թեմատիկային, թե միջազգային այլ հարցերի։ Ուկրաինական թեմատիկային անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։ Հայաստանի դիտանկյունից թերևս առավել ուշադրության է արժանի այն, թե ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը միջազգային այլ հարցերի վերաբերյալ։ Այդ առումով համենայն դեպս Կրեմլի տարածած հաղորդագրությունն ունի ձևակերպում, որը թույլ է տալիս թերևս արտահայտել դրական գնահատական։ Մասնավորապես Կրեմլը հայտնում է, որ Թրամփն ու Պուտինը քննարկելով միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր արձանագրել են, որ ձեռնարկվելու են համատեղ քայլեր ճգնաժամային գոտիներում իրավիճակի կայունացման ուղղությամբ, գործակցություն են հաստատելու միջուկային սպառազինության չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում։ Այս ձևակերպումները կարևոր և դրական են թվում, հաշվի առնելով Հայաստանի համար զգայուն երկու հանգամանք՝ իրավիճակը Կովկասում, հատկապես Ադրբեջանի ապատեղեկատվությունների վերջին ալիքի ֆոնին, որն առաջացնում է մտահոգություն, թե Բաքուն կարող է նախապատրաստել էսկալացիա և իրավիճակն Իրանի շուրջ։ Երկու պարագայում էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համակարգված և համատեղ աշխատանքը թերևս բոլոր պարագաներում ավելի շուտ կայունությանը նպաստող գործոն է, քան հակառակը։ Իհարկե դա այսպես ասած այդ տարիների դափնիների վրա հանգստանալու առիթ չէ Հայաստանի համար, բայց աշխատանքային միջավայր ու տարածություն է, որը հնարավոր է և պետք է օգտագործել։ Իհարկե միարժեք ասել, որ երկու նախագահներն անմիջական խոսակցություն են ունեցել Կովկասի մասին, թերևս դժվար է, բայց եթե անգամ Կովկասը անմիջականորեն չի եղել նրանց խոսակցության առարկա, միևնույն է առավել առաջնահերթ ուղղություններով համատեղ աշխատանքի պատրաստակամությունը անշուշտ չի կարող իր անուղղակի, բայց էական ազդեցությունը չունենալ նաև Կովկասի վրա։